զինանշանը փոխել են զինված ուժերի, մենք տեղյակ չենք, մենք չգիտենք, զինանշանը փոխվել է, ով է տեղյակ, ով է իրազեկվել, հանրային քննարկում է եղել թե չէ, ինչ որ հանրային ինչ որ բան կարծիքներ, գիտնականներ հավաքվեին, ինչ որ մտավորականներ ներգրավվեին, զինվորականներ ներգրավվեին, մի բան է արվել, խաչը հանվել է, որքանը որ ես հասկանում եմ, որ նայում եմ այստեղ, խաչը հանվել է, եւ Հայաստանի Հանրապետության Եթե նայենք վերջնական տարբերակին զինանշանի ինչ են դրել, զուտ խաչն են հանել ու ներքևում տեղադրել են ինչ որ քառակուսի բան, չգիտեմ, այս հա մեկ էլ Հայաստանի, նայեք, Հայաստանի դրոշն ա վերևում հայտնվել ու ինչ որ քառակուսի բան։ Սա ինչ է։ Ինչ որ տձև անդուր ինչ որ մի հատ բան։ Ասենք լավ խաչը եք հանել, խաչը ինչի համար եք հանել։ Մեր պապերը, մեր նախնիները խաչը ձեռքներին գնացել են պատերազմ։ Մեր ամբողջ պատերազմներն անցել են խաչերով, այսինքն Աստծո օրհնությամբ, Աստծո կամքով հաղթանակն Աստծունն է այդ կարգախոսներով բանով։ Ինչ սրբապրծություն է։ Այս որ սրբապիղծն է արել։ Ասենք ու ինչ որ բան է, մենք ինքնիշխան ենք, մեր Հայաստանը, բան, մենք պայքարում ենք, անկախություն է, բան։ Ձենց ու չկա։ Իշխանության սազանդարներից, որ ասեն, մի հատ հիմնավոր ասեն, ինչի ենք սենց արել, էլի։ Այդ էս պարադը չներ չէինք էլ իմանալու, ասեն պարադի արդյունքում է։ Պարզվե, որ ՀՀ զինված ուժերի զինանշանը այլևս չունի խաչ, ինչ որ տձև չգիտեմ ինչ են արել։ Նիկոլի գլուխը դնեիք, պրսնեիք, էլի։ Ժորժ ջան, եթե մեկնաբանություններում գրեք, եթե ինչ որ միտք ունեք, ինչ որ գիտեք ոնց ա եղել, խնդրում եմ ասեք։ Ոնց ա եղել, էս էլ Ալիևը ուզել, որ այս խաչը անեն։ Լավ, Արադ լերա, ուզում են հենայեն զինանշանից հանեն, տեսնում եք։ Դատի եմ տվել, անձնագրերի մեջի կնիքի բանով, մինչև մի դատարանը որոշում չի կայացել, ընտրությունից հետո սա են հանելու, եթե Նիկոլը ընտրվի։ Բայց լավ, բա սա ով է ասել, որ հանեք։ Էրդողանն է ասել, Ալիևն է ասել, ով է ասել։ Այս սրբապիղծներ։ Տարածեք ժողովուրդ ջան։